Աշխարհում մոտավորապես կա 7 մի Всё, բրծավ, լույսը մարավ պատկերացն։ Լույսը մարավ։ Ողջույն, այսօր խոսելու ենք մարդկության ամենամեծ կախվածությունների մասին։ Մարդը միջինում իր կյանքի 26 տարին անցկացնում է քնելով, իսկ 11 տարին անցկացնում է էկրանի առջև։ Աշխարհը շատ է արագացել։ Մարդիկ այլևս չեն քայլում, այլ վազում են։ Լուրերը գալիս են ոչ թե օրերով, այլ վայրկյաններով։ Մի ժամանակ նամակին սպասում էինք շաբաթներով, իսկ հիմա եթե 5 րոպե չեն պատասխանում, արդեն նեղանում ենք։ Մենք ուզում ենք ամեն ինչ շատ արագ հաջողություն, արագ փող, արագ հայտնիություն։ Հաճախ մենք կարծում ենք, որ մենք ազատ ենք, բայց թվերը իրականում ուրիշ բան են ասում։ Այսօր խոսելու ենք մարդկության ամենամեծ կախվածության մասին, եւ գուցե դրանցից ինչ-որ մեկը հենց հիմա քո ձեռքում է։ Սկզբում դա պարզապես հարմարավետություն է, կապ, ինֆորմացիա կամ պարզապես ժամանց, բայց ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ սովորություն, իսկ հետո կախվածություն։ Մարդը օրական իր հեռախոսը ստուգում է 90-ից 150 անգամ։ Միջինում օրվա մեջ մենք մեր հեռախոսները օգտագործում ենք 3-ից 6 ժամ, իսկ աշխարհում գոյություն ունի 6 միլիարդ սմարթֆոն։ Եթե օրական 4 ժամ օգտագործում ես հեռախոսը, դա հավասար է, որ քո կյանքի 4 տարին անցնում է հեռախոսի մեջ։ Աշխարհում մարդիկ օրական անում են միլիարդավոր սվայփ շարժում։ Մենք հաճախ վերցնում ենք հեռախոսը առանց պատճառի, ուղղակի ստուգելու համար։ Մի քանի րոպեն դառնում է ժամեր, իսկ իրական կյանքը կամաց-կամաց անցնում է երկրորդ պլան։ Սմարթֆոնը մեզ մոտեցնում է աշխարհին, բայց երբեմն հեռացնում է իրական մարդկանցից։ Աշխարհում կա ավելի քան 5 միլիարդ սոցցանցերի օգտագործողներ, իսկ օրական մենք Instagram-ում, Facebook-ում կամ TikTok-ում գտնվում ենք մոտավորապես 6 ժամ։ Բավականին շատ է ինձ թվում է։ Սոցիալական մեդիան ստեղծվել է մեզ միավորելու համար, կիսվելու, շփվելու, տեղեկացված լինելու համար։ Բայց ժամանակի ընթացքում այն սկսեց փոխել ոչ միայն մեր առօրյան, այլ նաև մտածելակերպը։ Մարդիկ միջինում իրենց կյանքի 5 տարին անցկացնում են սոցցանցերում։ Ամեն րոպեում ուղարկվում է 350 միլիոն հաղորդագրություն, դրվում է մոտավորապես 4 միլիոն լայք։ Հենց հիմա դիր լայք։ Մենք սկսեցինք ավելի շատ ապրել էկրանների մեջ, քան իրական կյանքում, համեմատել մեզ ուրիշների հետ, գնահատել մեզ լայքերի ու դիտումների միջոցով։ Սոցիալական մեդիան կարող է մոտիվացնել, բացել նոր հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ կարող է ստեղծել կախվածություն։ Մենք պետք է ֆիքսենք շատ կարևոր մի բան։ Իրական արժեքները չեն որոշվում լայքերի միջոցով։ Սուրճը աշխարհում երկրորդ ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկն է։ Միջին եվրոպացին իր կյանքի ընթացքում խմում է մոտավորապես 6 կիլոգրամ սուրճ։ Սուրճը շատերի համար պարզապես խմիչք չէ։ Դա առավոտյան արթնանալու ձև է, աշխատանքի ընթացքում էներգիա ստանալու միջոց կամ պարզապես մի փոքր դատարկ օրվա մեջ։ Բայց երբ այն դառնում է անհրաժեշտություն ոչ թե ընտրություն, արդեն կարող ենք խոսել կախվածության մասին։ Կոֆեինը սկսում է ազդել մարդու ուղեղի վրա 15 րոպեի ընթացքում։ Սուրճը կարող է օգտակար լինել ճիշտ չափաբաժնով, բայց չափից շատ օգտագործման դեպքում կարող է ազդել քնի, նյարդային համակարգի եւ ընդհանուր ինքնազգացողության վրա։ Աշխարհում տարեկան սպառվում է մոտավորապես 180 միլիոն տոննա շաքար, իսկ մարդը տարեկան սպառում է մոտավորապես 30 կիլոգրամ շաքար։ Շաքարը մեր առօրյայում գրեթե ամենուր է, քաղցրավենիքներում, գազավորված ըմպելիքներում, նույնիսկ այն մթերքներում, որտեղ մենք չենք սպասում։ Շաքարը ակտիվացնում է ուղեղի հաճույքների կենտրոնը նույն կերպ, ինչպես որոշ հաճույքներ։ Շաքարի ավելցուկը կարող է ազդել էներգիայի մակարդակի, քնի, նույնիսկ տրամադրության վրա։ Եվ ամենավտանգավորը այն է, որ շաքարը տալիս է արագ հաճույք, բայց կարճ ժամանակով։ Աշխարհում կա ավելի քան 3 միլիարդ գեյմեր։ Միջինում մեկ գեյմերը օրական անցկացնում է համակարգչի առաջ 3-ից մինչև 6 ժամ։ Թվային խաղերը ստեղծվել են որպես ժամանց, հանգստանալու, հաճույք ստանալու, նույնիսկ զարգանալու համար։ Այսօր աշխարհում գոյություն ունի մոտ 1 միլիոն տեսախաղ։ Խաղերի մեջ ամեն ինչ ավելի արագ է, ավելի հետաքրքիր, ավելի վերահսկելի։ Դու կարող ես լինել հերոս, հաղթող, բայց իրական կյանքը այդքան էլ հեշտ չէ, եւ հենց այդտեղ սկսվում է հակասությունը։ Շատերը սկսում են փախչել իրականությունից դեպի թվային աշխարհ, որտեղ ամեն ինչ ավելի կատարյալ է թվում։ Ու ժամանակի ընթացքում այդ փախուստը կարող է դառնալ կախվածություն։ Խաղերը կարող են լինել լավ, եթե դրանք մնում են որպես զվարճանք, բայց երբ դրանք խլում են ժամանակը, ուշադրությունը կամ նույնիսկ իրական հարաբերությունները, պետք է կանգ առնել ու մտածել։ Մարդիկ օրական 6-ից 7 ժամ անցկացնում են ինտերնետում։ Դա հավասար է մեր կյանքի 10 տարվան, իսկ ամբողջ աշխարհում ինտերնետից օգտվում են մոտավորապես 6 միլիարդ մարդ։ Ինտերնետը բացել է անսահման հնարավորություններ, տեղեկատվություն, կրթություն, աշխատանք, կապ աշխարհի հետ։ Այն մեզ տվել է արագություն ու հասանելիություն, որը մի քանի տարի առաջ անհնար էր թվում։
բայց որքան շատ ենք միանում ինտերնետին, այդքան երբեմն կտրվում ենք իրականությունից։ Ամեն օր համացանցում ստեղծվում է մոտավորապես 300 միլիոն էլեկտրոնային հասցե։ Մենք սովորել ենք ամեն հարցի պատասխան գտնել վայրկյանների ընթացքում, բայց հաճախ կորցնում ենք հարաբերությունը, կենտրոնացումը եւ կենթանի շփումը։ Մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատավայրում գտնվում է 90,000 ժամ ավել։ Աշխատելը կարևոր է։ Այն տալիս է կայունություն, նպատակ, զարգացում, բայց երբ աշխատանքը դառնում է կյանքի կենտրոնը, մնացած ամեն ինչ սկսում է դուրս մնալ։ Ստրեսը համարվում է 21-րդ դարի հիվանդություններից մեկը։ Ժամանակի ընթացքում աշխատանքը կարող է դառնալ ոչ թե ընտրություն, այլ պարտադիր վիճակ, որտեղ դու այլևս չես կարող կանգ առնել։ Մենք հաճախ վազում ենք հաջողության հետևից եւ մոռանում ենք ամենակարևորի մասին՝ ապրելու մասին։ Մարդը սկսում է զոհել իր ժամանակը, առողջությունը, երբեմն նույնիսկ հարաբերությունները հանուն աշխատանքի։ Դոպամինները սկսում են արտադրվել այն ժամանակ, երբ մենք ստանում ենք լայք, ստանում ենք notification, երբ ստանում ենք հաղթանակի զգացողություն։ Դոպամինը քիմիական նյութ է մեր ուղեղում, որը կապված է հաճույքի, մոտիվացիայի զգացողության հետ։ Երբ մենք անում ենք մի բան, որը մեզ հաճույք է տալիս, ուտում ենք քաղցր, ստանում ենք լայքեր, հաղթում ենք խաղում, մեր ուղեղը արտադրում է դոպամին։ Սա բնական մեխանիզմ է, որը օգնում է մեզ շարժվել առաջ եւ կրկնել հաճույքի զգացողությունը։ Մենք կախված չենք իրերից, մենք կախված ենք զգացողություններից։ Սոցիալական մեդիան, խաղերը, շաքարը, նույնիսկ ծանոթությունները կարող են դառնալ արագ դոպամինների արտադրման աղբյուր։ Ուղեղը հիշում է հաճույքը եւ պահանջում է կրկնել դա։ Եվ ժամանակի ընթացքում մեր ուղեղը սկսում է պահանջել ավելի շատ, ավելի հաճախ, ավելի արագ։ Եվ հենց սա է կախվածությունը։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ արվում է ուշադրության համար։ Իսկ հիմա հարց. դու կառավարում ես քո սովորությունները, թե քո սովորություններն են կառավարում քեզ։ Եթե տեսանյութը դիտել ես մինչև այստեղ, ապա մեկնաբանությունների բաժնում գրիր, թե որն է քո ամենամեծ կախվածությունը։